Հունվարի 27-ից 31-ը 100 բռնցքամարտիկներ Կարեն Դեմերչյանի անվան մարզահամերգային համալիրում 11 քաշային կարգերում վիճարկեցին հանրապետության չեմպիոնի տիտղոսը։ Բռնցքամարտի հանրապետական ստուգատեսի եզրափակիչ մենամարտերին հետևելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կանանց բռնցքամարտն ընդգրկել է 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան էլ կանանց բռնցքամարտը մեր երկրում զարգացնելու նպատակով փորձնական մրցաշար էր կազմակերպել։ Հայուհիները մենամարտեցին 3 քաշային կարգերում։ 57 կիլոգրամ քաշային կարգում հաղթանակ տոնեց Հայկուհի Նահապետյանը, 69-ում Արմինե Սինաբյանը, 75 կիլոգրամ քաշային կարգում էլ առաջին տեղը Աննա Հովանեսյանը գրավեց։ Տեսնում եք, որ աղջիկներն էլ արդեն ունեն, աղջիկներն են մրցում, նայելով նրանց ասենք թե դուխը մարտական, իրենց պահվածքը մրցման վարելու ձևը, զգում ես, որ հայկական արյուն կա մեջ է։ Ես հույսով եմ, որ լավ է լինել, ամենակարևորը, որ ամեն աշխատանք վերջում ունենում է իր արդյունքը։ Դե ֆակտո ամսագրի կողմից 2009 թվականի տարվա մարտ ճանաչված Գագիկ Ծառուկյանին շնորհավորեցին եւ հուշանվեր հանձնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատակիցները։